Բաթումիում կազմակերպված մինչև 15 տարեկանների աշխարհի երկրորդ առաջնությանը Հայաստանը ներկայացրել է Ալավերդու Ձիսենքեմփո մարտարվեստների դպրոցի 9 մարտիկով, ովքեր պայքարի դուրս գալով Ադրբեջանի, Ուկրաինայի, Իրանի եւ Վրաստանի մարտիկների հետ բոլորն էլ զբաղեցրել են մրցանակային տեղեր։ Ներկայացրած 9 մարտիկներից 8-ը գրավել են առաջին տեղ, մեկը երկրորդ, թիմային կարգով նվաճել ենք առաջին տեղ, պարգևատրվել են ոսկե մեդալներով եւ դիպլոմներով։ Եզրափակիչում մեր սաները մենամարտել են Ադրբեջանի թիմի ներկայացուցիչների հետ, թեժ մենամարտերից հետո տանելով հաղթանակ դարձել են չեմպիոններ՝ ի պատիվ մեր հայ ազգի եւ դպրոցի։ Սամվել Սարոխանյանի համար այս մրցաշարն առաջինն էր, թեև միջազգային մրցաշարերի մասնակցության փորձ չուներ, բայց վստահորեն հաղթանակ բերեց իր թիմին։ Ես Սարոխանյան Սամվելն եմ, ծնվել եմ Մաղթալաքաղաքում, բնակվում եմ Ալավերդիում, 8 տարի է պարապում եմ Ձիսենքեմփոն։ Սա իմ առաջի հաղթանակն էր, հուսով եմ, որ կունենամ ավելի շատ հաղթանակներ։ Սամվելի տատիկը թոռան հաջողությամբ ոգևորված է, ասում է, որ հաղթանակ է նաև այն, որ իր թոռն առողջ է մեծանում եւ ունակ է իրեն պաշտպանելու, իսկ տարիների մարզումներից հետո դարձել է ավելի հավասարակշռված եւ инքնավստահ։ Всегда предупреждала, что Самвелик, это смотри, защищай голову. Ну, могу сказать, что это мы спокойно его отправили, потому что это спорт, вид спорта не только, что это физическая защита. Ձիսենքեմփո ես շատ հզոր ուժեղանում եմ, որ պաշտպանեմ իմ երկիրը եւ ընտանիքը։ Ես հուզվում էի, որ կարող է պարտվեմ, բայց ոչ, այդպիսի բան չեղավ, մենք բոլոր տղաներով հաղթեցինք եւ գրավեցինք առաջին տեղը։ Կեմպոյի եմ գալի, որպեսզի կարողանամ ինձ պահել եւ իմ ընտանիքը։ Քեզ պաշտպանես։ Այո։ Մրցանակներից բացի Ձիսենքեմփո մարտարվեստների ֆեդերացիայի կանոնադրությամբ միջազգային կարգի մրցումներում հաղթելուց հետո մարտիկները ստանում են նաև հերթական միջազգային գոտին։ Միջազգային կարգի կանաչ գոտի երկրորդ մակարդակ Սարգսյան Նորիկ։ Ձիսենքեմփո մարտարվեստների ֆեդերացիայի Անդրկովկասի նախագահ Վարդան Գալստյանը նշում է, որ եթե ֆինանսական միջոցներ ներեին, ավելի մեծ թվով մարտիկներ կտանեին մրցաշարին, սակայն մրցումներից առավել կարևոր է համարում այն դաստիարակությունը, որ երեխաները ստանում են մարտարվեստի դպրոցում։ Վարդան Գալստյանն իր դպրոցը համարում է բանակի հիմքը եւ կարծում, որ մարտարվեստի դպրոցն անցած մարտիկների համար բանակային կյանքին վարժվելն ավելի հեշտ է լինում։ Երեխան չենք սովորացնում կռիվ, մենք սովորացնում ենք մարդ, առաջին հերթին, հարգի սաղին, անպայման չի, որ ինքը աշխարհի չեմպիոն դառնա կամ չդառնա, ինքը առաջին հերթին պիտի նա մարտի կլի, սովորի ինքը հարգի ժողովրդին ու իր ազգին։